հայրենակիցներ, հենց այս պահին ահա այս շենքում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն է, 47 երկրի օմբուդսմենը։ Ես բայց հարց ունեմ հանձնակատարին, այստեղ գալուց առաջ ինքը այցելել է արդյոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներ, այցելել է արդյոք 4 սրբազանների, այցելել է արդյոք անվասայլակով դատարանի դահլիճ բերված Նարեկ Սամսոնյանին, ով արդեն 2 ամսից ավել է Վազգեն Սարաթելյանի հետ կալանքի տակ է բառի խոսքի համար, այցելել է Սիսական ջոկատի հրամանատարին, այցելել է Խաչիկ Գալստյանին, առանց իրեն հարցնելու կարող եմ պատասխանել ոչ, չի այցելել, այսօր 3:30 այցելելու է դատարան 18 արդարների Բագրատ Սրբազանի և մյուսների դատին, առանց իրեն հարցնելու կարող եմ պատասխանել ոչ, որովհետև են խայտարակ բանաձևը, որ մեկ շաբաթ առաջ ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, որտեղ մեկ բառ անգամ չկար քաղաքական կալանավորների մասին, քաղաքական բանտարկյալների մասին, այն դեպքում, երբ որ ես ինքս 12 թվականին այդ նույն դահլիճում կողմ եմ քվեարկել այն 5 դրույթներին, որոնցով այսօր տասնյակ քաղաքացիներ Հայաստանում քաղաքական հետապնդյալներ են։ Այցելել է արդյոք քրեակատարողական հիմնարկներ տեսնելու ինչ պայմաններում են պահվում առողջական լրջագույն խնդիրներ ունեցող 2 թեմի առաջնորդ սրբազանները ոչ, հիշեցնեմ, երբ որ գալիս էին այստեղ այդ կառույցի ներկայացուցիչները, նույն պրեսկոտները, նույն համարբերգները ինձ հետ միասին քրեակատարողական հիմնարկներում անգամ կաթսաների կափարիչներն էին բացում, որ տենային դատապարտյալների կարաքի դոզան ապահովում է թե չէ։ Նախորդին թերթում էի Էփշտայնի ցուցակը, բնականաբար ոչ 3 միլիոն էջը, եւ զարմանալիորեն այնտեղ հանդիպեցի այն կառույցների առաջի դեմքերին, օրինակ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար, ինձ համար Եվրոյի ձյան հանդիսացող Թյորբորն Յագլանդի անունը, ով Հայաստան եւ Ադրբեջան այցելելուց հետո նամակ ա գրել Էփշտայնին եւ գնացել է նրա պեդոֆիլիայի եւ պղծության կղզին։ Բա դրա մասին խոսեք, նայում ենք անուններ, նայում ենք մարդկանց, որոնց մենք համարել ենք իրապես եվրոպական արժեքների, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպաններ, եւ հետո տեսնում ենք, որ այդ մարդիկ օրինակ մանկապղծության եւ պեդոֆիլիայի, պոռնոգրաֆիայի եւ պղծության կղզիներում շաբաշներ են արել։ Ես չեմ ուզում, որ Եվրոպան լինի այդպիսին։ Ես չեմ ուզում, որ տարածաշրջանում Ռուսաստանի հետ իրանց մարդաբոյը, իրանց բայի պես պրավիլը լուծեն Հայաստանում աչք փակելով մարդու իրավունքների կոպտագույն խախտման, աչք փակելով ժողովրդավարության ոտնահարման վրա։ Այդպես չպիտի լինի, որովհետև այդ կառույցների հիմնարար արժեքը հենց մարդու իրավունքն է, ոչ թե մարդու չիրավունքը, եւ ես չեմ ուզում, որ իրենց աշխարհաքաղաքական շահերում Հայաստանը որպես տիրամիսյու դնեն աշխարհաքաղաքական սևանին, այո, եւ ահա ժամանեց, հենց հիմա ժամանեց մարդու իրավունքների պաշտպանը, եւ մենք բոլորս հիմա միասին freedom, ազատություն, բոլոր freedom, 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 ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին մի լռեք, որովհետև ձեր լռությամբ դուք ապականում եք այն կառույցները, որին մենք հավատացել ենք։ Շնորհակալ եմ։